Գիտեք, ավելի դժվար է անցալելը, երբ որ մարդը խոսում է ինքնության փրկության, մշակույթի փրկության, հայրենիքի փրկության մասին եւ նենց էլ չի, որ ասենք Մոզամբիկում ածանվե, հա, ասենք Երևանից մի 2 ժամ ճանապարհ է իր բնակվելու վայրը մոտավորապես, եւ երբ որ ինչ-որ հայերեն հարց է տալի, մատ եկեք ասենք իրար հետ դիտենք ժողովուրդ ջան, մատ լսեք ինքներդ։ Ձեր փողոց փակելը ինչ նպատակ է հետապնդում։ Մենք ազատագրում շարժմանը, դե ոչ կուսակցականը, это народно-освободительное движение, sense մենք ցույց ենք տալի, որ մենք ակտիվացնում ենք մեր գործերը, կներեք այդքան լավ հայերեն չեմ խոսում։ Ամի դուք բան հասկացաք ինչ էր ասում։ Այս մարդը գալիս է Հայաստան մեր ինքնությունը փրկի։ Ինչ էր ասում, բան հասկացաք։ Մենք, չգիտեմ, Народный освободительный движение, մենք ոչ կուսակցականը, ատորը, միր րոպե։ Դուք եթե հայերեն խոսալ չգիտեք, այսինքն դու արդեն ուրացել ես քո լեզուն, հասկանում ես, գիտես, դու ինչ-որ Մոզամբիկում չես ծնվել, որ ասենք, հա, լավ, մարդը մի բանը, եսի մուրդի է ծնվել, ամեն ինչից հեռու, հայություն չկա, շփում չկա, լեզուն ում հետ օգտագործի, չգիտեմ, մենակ մարդ, ասես հա, օքեյ, մարդը հայերեն չգիտի, հասկանալի պատճառներով։ Երևանից արա 2 ժամ է ճանապարհը, բանը Երևան Մոսկվա մոտավորապես, հա, 2 ժամ չի, 2 ժամը 2 ժամ ու կես է։ Ու ամենաշատ հայություն ունեցող երկիրն է, հա, արտասահմանում սենց ասած։ Այդ ոնց է լավ որ դու հայերեն խոսալ չգիտես։ Այսինքն նորից դուք հաստատում եք իմ այն հայտարարությունները, որ Ռուսաստանում թույլ չեն տալիս մայրենի լեզուն օգտագործելը ու դրա համար մենք ոչ կուսակցականը, ոչ չգիտեմ ինչականը, մենք կներեք չգիտենք խոսալը, ոչ ատորը, Народный освободительный движение-ները, ու այսօր այս մարդը ինչ որ տեսանյութեր են հրապարակում ինչ որ Telegram ալիքներով, բա եկեք նստենք ավտոբուս, բան, ելնենք կապնենք այդանք Հայաստան, մեր երկիրը փրկենք, մեր չգիտեմ ինքնությունը փրկենք, արա հələ դու քեզ փրկի, հələ միա դու քո գնա հայերեն խոսալ սովորի, դու ոսկի հայերեն խոսալ չգիտի, ում ինչ պետք է փրկես դու։ Ու ես հիմա համ իհարկե Հայաստանի ժողովրդին, գցենք ցավոք սրտի միաբջիջներ շատ կան, համ դուք նայեք թե ձեզ ով է փրկում, հա, եւ ինչպես է ձեր մշակույթը փրկելու, էզև, հա, սենց կներեք, բան լավ չխոսամ Народный освободительный, հա, սենց ինչ որ կմկմալով, հա, էդի պիտի գա քո լեզուն փրկի, էսի սենց իսկ Ռուսաստանի այն հատված մարդկանց, ովքեր ինչ-որ ցանկություն ունեն, չգիտեմ, նստեն ավտոբուսներ կան Հայաստան, եթե տես բան անում են, չնայած եթե մի կան այնա ինքն ասում եկեք բան մարդ հավաքում։ Ես ձեզ ուզում եմ մի բան ասեմ, եթե դուք ձեր մեծամասնությունը երևի Հայաստանից դուրս է եկել հենց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում եւ դուք գիտեք ինչ եք ուզում անեք, եթե դուք դες բան անեք։ Հիմա ես փորձեմ ձեզ ուղղել, որտեվ շատ հնարավոր է ձեզնից շատերի ուղեղը լվացել են, եւ այնպես ասած համոզել են, որ Հայաստանը, չգիտեմ, փրկության կարիքն ունի, ձեր կարիքն ունի, չնայած Հայաստանը փրկության կարիք ուներ 2020 թվականի Արցախյան պատերազմին, եթե գայիք պետք է այդ վաղ գայիք, դե չեք եկել ջանները ցաղելնի։ Համի եթե չգիտեմ, նենց խափում են բան, դուք պետք է այդակ ընտրություն անեք, որ փրկեք։ Իրականում դուք ոչ թե փրկելու եք, այլ դուք արժանացնում եք նույն այն բախտին, ինչին որ դուք արժանացել եք, հա։ Ժողովուրդը որ պետք է թողնի հետ, այսինքն այն պատճառով, որի համար դուք հեռացել եք Հայաստանի Հանրապետությունից, այդ նույն վարքերը, ձևերը, հանցավոր, այդ նույն իշխանություններին ուզում եք ետ բերեք։ Սրան էլ գումարած, որ լինեն խամաճիկ Վլադիմիր Պուտինին, եթե դա ձեզ ինչ-որ գերագույն հաճույք է պատճառում, ուրեմն դուք դասվում եք այն մարդկանց շարքին, ինչը որ ասում էր
Կարեգին նժդե, հա, հայի տականք տեսակ, հա, այսինքն մինչև մենք հայի տականք տեսակից չազատվենք, մենք անկախ պետականություն չենք ունենա։ Հասկանում եք, ես հույս ունեմ, որ դուք այդ հայի տականք տեսակը չեք։ Իհարկե ես մի հատ էլ նշեմ, որ իհարկե խոսքը ողջ Ռուսաստանի հայության մասին չի, խոսքը հենց այդ խմբերի մասին է, քանի որ ես իմ անցյալ եթերներում նշեցի, որ ես ունեմ բազմաթիվ Ռուսաստանից հետևորդներ, որոնք որ նորմալ կարգին, խելքը գլխին շատ լավ հայերեն ու շատ լավ հասկանում են ով ինչ անում։ Իդեպ հիմա պարզվում է Ռուսաստանում հետևորդներն են ուղարկել, ես իմ խմբում արդեն կիսվել եմ։ Իդեպ այս վիդեոն որ նայեցինք, այս Միկայի հետ էր իմ խմբում, դրա համար եմ ես ամեն անգամ ձեզ հրավիրում իմ խումբ, անտեղ ընդամենը մի 300 հոգի կա, բայց ինչքան շատ լինենք, այնքան ավելի են որ ասում է հետաքրքիր։ Շատ հետաքրքիր նյութեր ենք այնտեղ հրապարակում, շփվում ենք իրար հետ, ձայնային հաղորդակցություններով եւ այլն։ Եկենք մի հատ էլ մտնենք մեր խումբ, ժողովուրդ ջան, եւ հենց մեր խմբում ես ցույց կտամ ինչ է կատարվում նաեւ Ռուսաստանում։ Ես անունը չեմ տալու, Աննայի մասին էս այսօր մենք անպայման կխոսանք, ուրեմն այսա, ես ինադու անունը չեմ տալի, այս տիկնոջ, այս տիկինը Ռուսաստանում իրեն ներկայացնում է տարոլոգ, հա, այսպիսի մի բան, եւ իրեն ներկայացնում է որպես տարոլոգ եւ մտքում թե ինքը չգիտեմ ապագան է գուշակում ժողովուրդ ջան, բայց իրականում ինքը ոչ մի բան էլ չի գուշակում, այ հետևորդները երբ որ ուղարկեցին, ես հատուկ կերպով մտա եւ նայեցի եւ փորձեցի հասկանալ ինչ է խոսում, ինչ է կատարվում։ Նա անում է քարոզ, պուտինյան քարոզ, նա փորձում է իհարկե լվանալ մարդկանց ուղեղները, հենց մանավանդ հայ հասարակության ուղեղները, ինքը իր ուզած չգիտեմ ընդ քարերն է հանում եւ ձեզի ինչ անում ուղղորդում դեպի ուր, դեպի Հայաստան, որ ինչ անեք, որ իրենց ուզած խամաճիկներին բերեք իշխանության։ Ես սա նշում եմ, որ դուք շատ լավ ընկալեք ով ինչ են։ Այս սամազվանեցներին, լավ սենց ասեմ, ձեր լեզվով ասեմ, որ հասկանաք, այս սամազվանեցներին մի հավատացեք, սրանք ոչ մի տարոլոգ էլ չեն, սրանք ոչ մի պայծառատես էլ չեն, հա, երբ որ Աստված մեկին գիտեք ինչ որ մի հատուկ շնորհք է տալի, այդ շնորհքը միայն մարդկանց օգնելու համար է։ Երբ որ մարդ մտնում է ինչ-որ քաղաքականության բան մեջ, դա արդեն պարզ է, որ Աստված ոչ մի շնորհք էլ սրան չեն տվել, ոչ սրան, ոչ նրան։ Այս սրան ճանաչողները ես նորից կրկնում եմ, ես սրա անունը չեմ տալի, որտեվ հայերի մեջ կա էլի տենց խայսած, անունը տալիս ես, ասում ես ախպեր, էսի քարոզանողը այդում են գտնում են բան, մտնում են մեջը, հա, որ ինչա որ անպայման իրեն տեսնեն։ Հա, տենան ով է, ու սկսում է այդ մարդու վիդեոները տարածվել։ Ուրեմն սրան եթե ճանաչում եք, հեռացնում եք ձեր ալիքից, սրան չեք հետևում, սրա ալիքները չեք նայում, որտեվ հարգելի հայ բարեկամ, նա ուզում է ձեր, այն որ ասում է ուղեղը լվանալ եւ ձեզ օգտագործել հենց քո պետության դեմ։ Դու որտեղ էլ ապրես, որտեղ էլ ուզում ես ապրես, դու քո պետությունը դա Հայաստանն է։ Ես չեմ ասում դու ուրանաս այն պետությունը կամ այ ես 20 տարուց ավել այստեղ եմ ապրում եւ կյանքից մեծ մասը ես այստեղ եմ ապրում։ Հասկանում եք, մեծ մասը ես այստեղ եմ ապրում եւ ես Արգենտինան շատ սիրում եմ, սա էլ է իմ պետությունը, ես բան չունեմ ասելու, բայց ես ունեմ մի հատ հայրենիք եւ իմ հայրենիքը դա Հայաստանն է։ Դու ինձ չես կարող այստեղ օգտագործես Հայաստանի դեմ, հա։ Մի թողեք, որ ձեզ օգտագործեն մեր պետության դեմ։ Մի եղեք այդ տականք հայը։ Էսի սենց, ուրեմն վերադառնանք մի հատ մեր խումբ, որտեվ քանի որ Աննայի նկարը տեսանք, Աննայից էլ խոսենք էլի մի բան, ուրեմն Աննան այսօր Facebook-ս ես քրքրում էի, սենց միամիտ եկավ Աննա, սենց նկարը սենց իհարկե սկրինշոտ արեցի, կդրեցի, ուղարկեցի բանը, խումբը, Աննան հիմի սենց էթում ամեն տեղ, չգիտեմ, Քոչարյանի հետ կանգնում, սենց բան անելով, ես գիտեք, սենց պայտակ հիշ ասում եմ, լավ, այս աղջիկը ով էր, ինչ էր, հա, համ ինքը սենց որ իրան չգիտեմ ինչի տեղադրեց, հա ու տեղադրե, ինչի տեղադրե, Աննան էս էր, ժողովուրդ ջան, էսի է ինքը, այսի, տեսնում եք, ուզում եք տենց մենք դուրս ենք եկել վճռական պայքարի։ Մենք միշտ ասել ենք, որ եւ փողոցում ենք եւ խորհրդարանում։ Այսօր խորհրդարանում ասելիքն ավարտված է եւ մենք պետք է լինենք փողոցում համախմբելով ամբողջ հայ ժողովրդին, հայ ազգին մի օրակարգի շուրջ։
պահելու Արցախը հայկական, Ադրբեջանի կազմից դուրս։ Եթե Նիկոլ Փաշինյանը նորից վարչապետ ընտրվի, ես այս խորհրդարանում չեմ լինի։ Ամբողջ հարցն այն է, թե եթե չկարողանաք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց նաև անցողիկ ձայներ հավաքեք եւ նորից հայտնվեք խորհրդարանում ընդդիմադիրի կարգավիճակում, սա ձեզ համար ընդունելի սցենար կլինի։ Կարող ենք մոտավոր պատկերացնել, թե ինչ սցենարներ են հավանական եւ այդ սցենարներից եւ որևէ մեկում չի տեղավորվում այն, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես առաջին փուլում, եթե ենթադրենք, որ հնարավոր է երկրորդ փուլ, առաջին փուլում կարող է ձևավորել մեծամասնություն։ Ես շարունակել եմ այն ուժի հետ, որի անդամները պատվախնդիր մարդիկ են, ովքեր արժանապատվություն ունեն, ովքեր այս երկրի ապագայի մասին են մտածում։ Իշակ ժողովուրդ ջան։ Ինչ էր անում Աննան։ Աննան լավ երևի գորգռած բան, շատ էր ուզում երևի իրան դզեր փչեր, վերջը այնքան գորգռած, հետո խոսքեր տալի, որ ինքը մի ազգային ժողով չի տալու, որտեվ ազգային ժողովում բան ու գործել չկա անելու, մտում էլի բան չկա անելու։ Հիմա մեր պայքարը միայն փողոցում, հետո էլի հայտնվավ խորհրդարանում։ В общем, երևի ինքը իր այն, որ ասում միսիան կատարեց, երևի փող էր պետք իրան դզեր փչեր, էդ էլ տենց դզես փչեց, հին վիդեոներ ցույց տվեց, էլի։ Էս էլ սենց, ուրեմն հաջորդը շարունակելով հենց Աննայի թեման, եւ Աննայի թմի абսուրդային հայտարարությունն էլ մի հատ ցույց տանք, չնայած տեսած կլինեք, բայց մի հատ իրար հետ էլ խնդանք, ինչ կլինի, որ ժողովուրդ ջան։ Եկեք մի հատ փոքրացնենք մեր էկրանը, արժիշտ կամերան, եւ այս абսուրդային հայտարարությունները Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը փոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ոչինչ չարեցին առողջությունը պահպանելու համար։ Նրանք ամեն ինչ Փրկիչներն են, ժողովուրդ ջան, մեր փրկիչներն են։ Այս մարդիկ տեսնում եք ինչպիսի абսուրդ հայտարարություններ են անում, անգամ այդ բանավեճի ժամանակ չնայած այն մի աղջիկ ուժը Հայաստանից էր, այդ Արեգա Հովսեփյանը, այնտեղ էլ այնց абսուրդ բաներ ասեց, միջև հիմի մարդ չնայած հրետանու արկերի անգամ այդ չափսերի մասին խոսարուց, չգիտեմ ինչ որ սեքսիզմի մասին էր խոսում, ինչ էր անում։ Մի խոսքով ուշքի եկեք, որ ընկալեք ովքեր են այս մարդիկ եւ ինչ առաջադրանքով են եկել, իրանք ոչ մի փրկության համար չեն եկել, իրանք եկել են հատուկ կերպով խամաճիկ լինելու Ռուսաստանի Հանրապետությանը։ Իսկ Ռուսաստանի Հանրապետությունը միակ այսպես ասած ճանապարհը, որ քեզ ինքը ուզում է տալ, դա լինել իրա խամաճիկն էլ չի անգամ բանը ռաբը, որ հետո իհարկե մանրադրամով քեզ սախ։ Հիմա ես ուզում եմ մի հատ բան ասել, քանի որ Սամվել Կարապետյանը հնաց անցյալ վիդեոյին թեթև ասեցի, Սամվել Կարապետյանը իր եթերում ասեց, որ ես պրոբլեմներ եմ ստեղծելու Ալիևի համար, ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանահայ, Ռուսաստանաբնակ հայ արդեն կար մի մարդ, ով իրոք պրոբլեմներ էր ստեղծում Ալիևի համար եւ թող Աստված իր հոգին լուսավորի, խոսքը Լևոն Հայրապետյանի մասին էր։ Այս մարդը երևի միակն էր ձեր մեջից, ով թքած ուներ ամեն ինչի վրա էլ, իրանց չգիտեմ հետապնդումների վրա էլ, փողերը ձեռից վերցնելու վրա էլ, չնայած տենց էլ փողերը իր կյանքի օրով չկարծան ձեռից վեկալեն։ Եվ ինքը իրոք ստեղծում էր պրոբլեմներ Ալիևի համար, ինքը մեծ գումարներով օգնում էր Արցախին, չնայած Արցախի կառավարությունը ուրացավ այդ ամեն ինչը։ Դե Լևոնը իհարկե շատ լավ գիտի, դա ոչ թե Արցախի ժողովուրդն էր, այ հենց այդ նույն կառավարությունը ռուսի խամաճիկներն են եւ պարքև կոչված սարփազան են իրան կոչում, բայց իրանք սարփազան չեն, իդեպ սարփազան ասի տեսա էլի մի քանի հատ մեր եկեղեցու շորերը հակած մարդիկ, ովքեր իրանց տերտեր են անվանում, հելիք հակական հայտարարություններ էին անում, տենում եք, որ սրանք սաղ պիղծ են, ժողովուրդ ջան։ Մի խոսքով, չկտրվենք մեր գլխավոր թեմայից, եւ այդ մարդուն Ռուսաստանի կառավարությունը կալանավորեց եւ սպանեց։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ Լևոն Հայրապետյանը զանգարել էր ձեր սիրած ընկեր այսպես կոչված Թաթար Ռոբոին, ով հիմա գտնվում է ադրբեջանական պատվալներում, որը որ չգիտեմ այդ ոնց է ըլնում ընդեղից կարողանում է ձայնային հաղորդագրություններ ուղարկել, որ չգիտեմ ժողովուրդ, չգիտեմ Խաժնազարին մի ընտրեք։ Խաժնազարը ես ասեմ, հենց դուք եք
Այն թաթար ռուբոյով բանով սա այդ ինչքան ռուսական այս ներկայացուցիչ կա դուք քաշ նազար եք որտեվ դուք ուր տղամարդն ուր հա դուք ուր հայրենիքն ուր դուք ուր ընդհանրապես պատիվն ուր դուք բոլորդ աշխատում եք խամաճիկի կարգավիճակով 10-ովչիկի կարգավիճակ շնայած նայեք միլիարդատերեր եք չէ բայց դուք շարունակում եք լինել 10-ովչիկ որտեվ դուք էությամբ 10-ովչիկ եք Եվ ձեր ընդհանրապես բոլոր այս կառաբաները այդ այսպես կոչված անարխիան, հա, անգամ սա չարքերով 10-ովչիկներ են դրած։ Հասկանու եք, այսինքն մեծ 10-ովչիկ, ավելի փոքր 10-ովչիկ, ավելի փոքր 10-ովչիկ, հա, կամ ավելի մեծ 10-ովչիկ, ձեր մոտ այս ձևա, ամեն ինչը դրված է 10-ովչիկի վրա, ամեն ինչ։ Եվ հենց այդ հոգեբանությամբ դուք աշխատում եք եւ այդ հոգեբանությամբ էլ այս աշխարհը լքելու եք գնաք 10-ովչիկի հոգեբանությամբ։ Եվ Լևոն Հայրապետյանը երբ որ զանգարել էր Թաթար Ռուբոյին, հա, եւ Թաթար Ռուբոն ընդհանրապես չէր պատասխանել։ Իսկ Պարքևը հերախոսը պատասխանել էր, ասել էր Պարքևին նա ասել էր աշկից թե գլուխ սուզում են ուտեն։ Պարքև Սրբազան ինչ ասեն ծելների բան, չէ, ասել էր գլխիցը թանի, էդի Պարքևն է ասում, այդ վիդեոները կա, այդ տեսանյութը կա, ես անգամ եթերել եմ հանել։ Իսկ քո մասին այնտեղ խոսք չկա, պարոն Սամվել Կարապետյան, բայց չգիտեմ անգամ ինքը ձեզի դիմելա չի դիմե, բայց անպայման չէր որ դիմեր, դու պետք է մի բան անեիր, եթե այդքան կայիր, պետք է մի բան անեիր, բայց չկաս այդքան որ անես, որովհետև քո թուրը կարակադրի սովորական մարդկանց վրա, հա, գումար չունեցողի վրա, կամ մեշք չունեցողի վրա, դու քո թուրը կարակադրի Ռուսաստանի պետության մեջ ինչ-որ մի հատ հայի համար լավ բան անես, հարց լուծես, դու այդքան կաս, որ այդ ձև բան անես, այդ վաղ դուք չեք հիշում, որ կարող եք մի հատ լավ հայի կյանք փրկեք, հա, մի հատ մի մարդ, որ իրոք օգնում էր Հայաստանին, իրոք օգնում էր Արցախին, իրոք պրոբլեմներ էր ստեղծում Ալիևի համար, մարդով չէր ասում ինձ ընտրեք, այս ատորը տվեք, որ ես կա բանը Ալիևին պրոբլեմներ սարքեմ, այնքանում էր այդ պրոբլեմները, որտև նա տղամարդ էր ի տարբերություն խամաճիկների, նա տղամարդ էր։ Դուք ոչ իմանով չոքնեցիք, ձեզ ամեն մեկը դրիք մոլախոտների տեղ, գլուխները, վաբշե մոլախոտի տեղ էլ չդրիք, ջայլամի տեղ դրեցիք, գլուխները մեկ ռուբոն, մեկ դու, մեկ են մնացած այդ մեծը հարուստ հայերով, գլուխները կոխեցիք ավազների տակը, ձեզ դրեցիք չտեսնալու տեղ, եւ ընդհանրապես այն ավտոբուսով, որ ուզում են գան Հայաստան, դրանք էլ դուք էլ հետներ արա, քանի 100,000 է գլուխները կոխել էիք այդ վաղտ ավազի տակ, չի կարում հելնեիք Հայրապետյանի համար պայքարեք, հա, պլոճիկներ այդքան չունեիք արա, թե դուք բանն եք, դուք էլ եք խամաճիկը, Պուտինն ասես գնացեք թռեք հլը Հայաստան հարթ լուծեք, համ էլ թռնմեք հարթ լուծեք, 10-ովչիկ եք, սա ես ուզում հիշեցնել բոլորիդ, որ մի բան ասելուց եւ մի բան անելուց առաջ 100 անգամ մտածեք, թե ինչ եք անում, ու ժամանակին երբ որ փրկության կարիք կար, մի բան անեիք, ոչ թե համի հելնեիք, լոթո խոսայիք, ու մենք էլ ձեզ հիշեցնենք, որ դուք ձեզանից ոչ մի բան չեք ներկայացնում, ու դուք ընդհանրապես Հայաստանի մշակույթի, Հայաստանի, չգիտեմ, պատմության կամ փրկության հետ ընդհանրապես կապ չունեք։ Շատ եք սիրում Ռուսաստանը, սգերեք ձեր Ռուսաստանը եւ այնտեղ ապրեք։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայոց պետականությունը։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։